Ուժեղ Հայաստան դաշինքը ամփոփել է հետընտրական շրջանում Լոռու մարզ կատարած այցի արդյունքները։ Դաշինքի անդամները Նարեկ Կարապետյանին ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքները եւ առաջիկա անելիքները։ Դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյանը հայտնել է, որ իրենց շրջայցից հետո տարածաշրջանում արդեն արձանագրվել է 5-րդ երեխա ունեցած ընտանիք, որին աջակցելու նպատակով բնակարանի ձեռքբերման գործընթացը արդեն գործնական փուլում է։ Ստեփանավանի տարածաշրջանում Գյուլաքարակ համայնքում շրջայցից հետո մենք ունեինք որոշակի հարցեր, որոնք պիտի կազմակերպեինք կոմբայնի ձեռքբերման, տատիկների տան վերանորոգման, ինչպես նաև 5-րդ երեխայի հետ կապված տան նվիրատվության հետ կապված, նաև տրանսպորտի հարց ունեինք։ Հիմա երևի հերթականությամբ առաջին հերթին անցնենք այդ հարցերի քննարկմանը։ Նախ հարցը տամ կա տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխա այս տարի։ Այո, մենք ունենք տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխան, եւ նրանք արդեն մեզ դիմել են, որպեսզի իրենց համար ձեռք բերեն բնակարան։ Բնակարանի ձեռքբերման process-ը ընթացքի մեջ է, պարոն Կարապետյան, եւ շուտով նորից այս կկատարենք, ոնց շնորհավորել եմ։ Դաշինքը, որը հայտնել էր խորհրդարանում ժողովրդի ձայնը դառնալու մտադրության մասին, հայտնել է, որ 5-շաբթի օրը նախատեսում է այցելել Տավուշի մարզի նոյեմբերյան տարածաշրջան ու տեղում ծանոթանալ հայրենակիցների բարձրացրած խնդիրներին ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Հայաստանի էլեկտրական ցանցերի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակաշահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծի հանրային լսումն է այսօր տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Քննարկմանը մասնակցել են ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Նախարար Խուդատյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը, ընդգծելով, որ դրա հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչության անխափան էներգիա մատակարարելու, սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության եւ սպառողների իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Նախարարությունից հայտնել են, որ հանրային լսման ընթացքում մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ներկայացվել։ Եվրամիությունը Հայաստանի իշխանությունից պահանջել է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում եւ թույլատնել Մոսկվայի հետ հումանիտար կապերը, նրա դիմաց շահարկելով վիզաների ազատականացման հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելում գիտակցում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում անխուսափելիորեն խորը տնտեսական ճգնաժամ է սկսվելու։ Միևնույն ժամանակ Եվրամիության սեփական տնտեսական խնդիրները թույլ չեն տա Բրյուսելին փոխհատուցել Երևանին այդ քայլի պատճառով առաջացած միլիարդավոր դոլարների կորուստները, առավել ևս, որ եվրոպական շատ երկրներ արդեն հայտարարել են, թե պատրաստ չեն բացել իրենց շուկաները հայկական ապրանքների համար։ Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունը շեշտել է, որ կոնկրետ աջակցության տրամադրման հնարավոր ուշացումները Եվրոպա մտադիր է պատճառաբանել նրանով, թե միությանը անդամակցումը լիովին կախված է հենց Հայաստանի ձեռքբերումներից։ Արտաքին հետախուզության ծառայությունը նաև նշել է, որ Բրյուսելը չպետք է հույս ունենա, թե ԵԱՏՄ երկրները ջրի երեսին կպահեն երևանյան քաղաքական անձնակազմին եւ կհովանավորեն նրանց մարաթոնյան լողը դեպի Եվրամիություն։ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազանգի ընթացքում չի նշել, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, Փաշինյանը ժամկետներ չի նշել, բայց ընդգծել է նման հանրաքվեի շուտապույտ անցկացման անհրաժեշտությունը, ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետների մասին հարցին։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից երեկ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հնարավոր է համարել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը միայն Եվրամիությանը պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։ Ռուսաստանի նախաձեռնության Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը հեռախոսով են խոսել։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Պուտինը ու Ալիևը շեշտել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը ու կառավարությունների եւ համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։ Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը հետագայում ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Նախորդին հայկական
կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսով խոսել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուսական Վյորսկա պարբերականը հղում անելով տեղական անշարժ գույքի գործակալներին հայտնել է, որ ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Հայաստանում, մասնավորապես Երևանում բնակարաններ փնտրելու պահանջարկը, ինչի հետևանքով մայրաքաղաքում վարձակալության գները վերջին 3 ամսում բարձրացել են մոտ 30%-ով։ Մասնագետների խոսքով ստեղծված իրավիճակը հիշեցնում է 2022 թվականի զարգացումները, քանի որ այսօր դիմողների շուրջ 80%-ը վերջերս տեղափոխվածներ կամ աշնանը տեղափոխվել պատրաստվողներն են։ Անշարժ գույքի որոնման թեմատիկ տելեգրամյան հարթակներում ամեն օր տասնյակ նոր հայտարարություններ են հայտնվում։ Որոշ տվյալների համաձայն Երևանում բնակարաններ հարցմամբ որոնումների թիվը հուլիսի կեսերին հասել է 5200-ի, գերազանցելով 2022 թվականի մարտի ցուցանիշները։ Տեղի անշարժ գույքի գործակալները նշում են, որ հաշվի առնելով առաջիկա ամիսներին սպասվող մոբիլիզացիան եւ Ռուսաստանում ընտրությունները, շուկայում գների հետագա աճի միտումը կարող է պահպանվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաշվի առնելով հանրության կողմից առաքման ծառայություններից օգտվելու մեծ հաճախականությունը եւ ստացվող բողոքների մտահոգիչ քանակը լայնածավալ վերահսկողություն կսկսի այս դաշտում։ Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը, հայտնել են գերատեսչությունից։ Տեսչական մարմինը հիշեցնում է, որ սննդի շղթայի ցանկացած փուլում ներգրաված անձնակազմը պետք է անցնի նախնական եւ յուրաքանչյուր կիսամյակը 1 պարբերական բժշկական զննություն ու ունենա անձնական սանիտարական գրքույկ։ Գերատեսչությունը հայտնել է, որ խախտումներ արձանագրելու դեպքում ոչ միայն կտուգանվեն առաքիչները, այլ նաև կհրապարակեն ընկերությունների անունները։ Վաղ առավոտյան ԱՄՆ մեկնած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը փակ է մամուլի համար։ Վաշինգտոն կատարած այցի շրջանակում Զելենսկին մասնակցելու է նաև հուլիսի 11-ին հանկարծամահ եղած սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը, որը Թրամփի շրջապատում Ուկրաինայի ամենամեծ աջակիցներից մեկն էր։ Սպիտակ տանը կանալիք բանակցությունների հիմնական նպատակներն են ուկրաինական պատերազմում փակուղի մտած խաղաղ գործընթացի վերագործարկումը, զենքի, հատկապես ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանական հրթիռների տրամադրման հարցով աջակցության ստացումը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հեռահար հարվածների շուրջ հնարավոր հրադադարի հեռանկարների քննարկումը։ Թեհրանն ըստ էության արդեն համաձայնել է չունենալ միջուկային զենք եւ այդ համաձայնությունը պարզապես պետք է պաշտոնապես ձևակերպել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, մենք ենք վերահսկում։ Նրանք կարող են մի քանի ական տեղադրել եւ բարդացնել իրավիճակը, բայց մենք ենք վերահսկում այն, ասել է նա։ ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ եթե Իրանը գործարքի չգնա, ինքը կարող է շատ հեշտությամբ 2 ժամից էլ քիչ ժամանակում ոչնչացնել երկրի հիմնական կամուրջները, իսկ մեկ օրում շարքից հանել բոլոր էլեկտրակայանները շուրջ 91 միլիոն մարդու թողնելով առանց էլեկտրականության, սակայն կնախընտրեր խուսափել նման սցենարից։ Եթե ես չսպանեի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, գուցե նա հասներ միջուկային զենքի, խոստովանել է Թրամփը։ Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը առանց Իսրայելի էլ գիտի Իրանի միջուկային մշակումների մասին, ուստի Նեթանյահուն կարիք չունի դա հայտարարելու։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, եթե ինքը չլիներ ԱՄՆ նախագահը, Իսրայելը այսօր գոյություն չէր ունենա։ Քրիստոնեական տաճար է վնասվել Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը ավերել է նաև նույն վայրում գտնվող մզկիթ։ Ավելի վաղ հուլիսի 15-ին ձեռք բերված հրադադարի ֆոնին իսրայելական հրետանին հրթիռակոծել էր Տալուս եւ Մարկաբա բնակավայրերը։ Ռուսական զինուժը ռեակտիվ ԱԹՍ-ներով հարվածել է Նիկոլաևի նավահանգստում գտնվող 2 բեռնատար նավի։ Բացի այդ հարվածներ են հասցվել Կիևի մարզում գտնվող ռազմական պոլիգոնին։ Նախնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, 100-ը վիրավորվել։ Չիլիում առատ անձրևների եւ ուժեղ քամիների հետևանքով առնվազն 3 տորնադո է գրանցվել։ Աղետը վնասել է տասնյակ տներ, ցանքատարածություններ, էլեկտրագծեր եւ փակել ճանապարհներ։ Տուժել է 107 մարդ, կա 1 վիրավոր։ 41 բնակիչ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։
Ճապոնիայի հարավում 7.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներից անմիջապես հետո երկրում հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Երկրաշարժից փլուզվել է Կումամոտոյի միջնադարյան ամրոցի պատը։ Իշխանությունները հորդորել են ափամերձ շրջանների բնակիչներին պահպանել զգոնություն։